Ես կխնդրեմ, որ դուք ներկայանաք։ Ես Զովոնի բնակավայրի բնակիչ եմ, իմ անունը Արկադի Գալստյան։ Պարոն Գալստյան, որքանով հասկացա Զովոնիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը, որը հայտի դերասանուհու որդին էր սպանվել 31-ամյա, դուք միջադեպին ծանոթ եք կամ լսել եք, թե ինչ է տեղի ունեցել, մենք հրապարակում էինք ունեցել, որ մի տարեց տղամարդու են ծաղրել եւ նկատողությունից է սկսվել միջադեպը։ Խնդրում եմ դուք ներկայացրեք, դուք որպես համայնքի բնակիչ, ինչ գիտեք այս միջադեպի մասին։ Ըստ համայնքում շրջանառվող լուրերի այդ տարեց մարդու ծաղրանքի վարկածը դա ընդհանրապես հորինվածք է։ Այո։ Չկա նման բան, որ նախ այնտեղ այնքան հակասություններ կա այդ տեսանյութի մեջ, որ իբր տարեց մարդու ծաղրանքի ենթարկում է Արմեն Զեն կամ Զաքարյանը։ Այո։ Այնտեղ մոտ գործեցին որպես այցելուներ դերասանուհու որդին իր ընկերներով, հետո տեսան, որ ծաղրանքի է ենթարկում, իբր սաստեցի, որից առաջացավ վեճը։ Իմ տեղեկություններով նման բան տեղի չի ունեցել, այսինքն Արմեն Զաքարյանն ինքն է մտել այդ սննդի կետ, երբ որ իրանք արդեն ընդեղ նստած են եղել, եւ Արմեն Զաքարյանը եղել է իմ տեղեկություններով, չգիտեմ դա ինչքան վատ կարադառնա իր հետագա արտահայտության իրականացմանը կամ չգիտեմ ոնց, բայց ամեն դեպքում ինքը եղել է ոչ կապ վիճակում, եւ հենց այդ ոչ կապ վիճակում լինելու փաստն է ծաղրանքի առարկա դարձել, որից արժանապատվությունից վիրավորված ինքը վիճաբանության մեջ է մտել տվյալ անձնավորությունների հետ։ Ես մի բան եմ ուզում։ Այո, պարոն Գալստյան։ Չգիտեմ, էլի, հազար անգամ ցավում եմ այդ կորստի համար։ Բայց ուզում եմ մի բան ասեմ, էլի, այդ հայտնի դերասանուհու որդու ընկերներին եմ ուզում, եթե կլսեն ինձ, դուք չգիտեք հարգելի երիտասարդներ, եթե ոչ adekvat վիճակում ա դուք ինտերնետել եք տեսնում, որ խմած է մարդը։ Այո։ Որ շփոթման մտել է բիստրո սիգարետ առնելու։ Դուք ինչի եք ծաղրանքի ենթարկում իրան։ Ես եղել է դեպք, որ խմած մարդը ինձ վիրավորել է։ Այո։ Ես շատ հանգիստ այդ մարդուն ճանապարհել եմ։ Հաջորդ օրը երբ որ գնացել եմ այդ մարդուն արդեն ստապ վիճակում, որ ես հանդիպեմ, այդ նույն խմած մարդը ինձ հաջորդ օրը ասել է, ես ներողություն եմ խնդրում, որտեղ ինքը գիտակցել է իր արածի լրացությունը։ Իսկ տղամարդկային քայլը այդպեսին է, ոչ թե օգտվելով հանգամանքից, որ եթե խմածա կարելի է խմած մարդուն հեգնել կամ ծաղրել, հետո էլ ծեծի ենթարկել, այդ պարզի, որ եթե խմբակային ծեծի է ենթարկում ինչ-որ մեկի, նույնիսկ կին չէ, տղամարդ չեն, ամենաարժանապատվությունից թոփալ մեկնելը լիքտի հաշվարկած է։ Ես չեմ արդարացնում ոչ Զաքարյանին, ոչ այդ տղաներին, բայց ամեն դեպքում թող փաստերը չխեղաթյուրվեն։ Ես անկեղծ եմ ասում, արդարությունից բացի համար բարեկամ չկա։ Պարոն Գալստյան, դուք հենց Զովոնում եք ապրում, այդ միջադեպի կրակոցների հարևանությամբ եք միգուցե ապրում։ Լսել եք այդ կրակոցների ձայնի մասին, միգուցե նաև շատ դեպքերում մեղադրում են։ Առաջին անգամ, որ ինձ ասեցին հաջորդ օր առավոտյան օրացին միջադեպ է տեղի ունեցել Արմեն Զաքարյանի մասնակցությամբ։ Ես ասի, բայց ես ձայն չեմ լսել։ Հետո մտովի ես որ վերհիշեցի, ինչ-որ մի շատ թեթև մի հատ ձայն եմ լսել։ Ինձ թվացել է, որ ինչ-որ ճայթուկ են տրաքացրել, կամ ինչ-որ բան։ Բայց այնուամենայնիվ, այն տեղեկությունը, որ տարեց մարդու հեգնում էր, տարեց մարդու ծաղրանքեր ենթարկում, եկան տարեց մարդու քացի պահելու համար դեպատողություն արեցինք, դա ես ամենայն համոզված եմ, էլի, ես ոնց ասեմ, գրեթե ես Արմեն Զաքարյանին ես չեմ ճանաչում խորապես, ես իր այդ հանդիպել եմ, նույն համայնքում ենք ապրում, բայց ես իր այդ երկար շփում, ես իր այդ ընկերներ չեմ գտնում ենք, ես շփում ունեցել եմ, իմ հոր եւ իր հոր գերեզմանները գրեթե հարաբանությամբ են գտնվում, երբ որ ես իմ հոր գերեզմանին այցելել եմ, այդ ժամանակ ինքն էլ այցելել, դեռ հանդիպել ենք, իրար հետ զրուցել ենք, այդ հանդիպումներն եղել է մի քանի տարվա մեջ մի քանի անգամ, բայց ես այդ տղային ճանաչելով հանդերձ, ես գիտեմ նա ի վիճակի չէր տարեց մարդու ծաղրելու։ Իսկ ներողություն, մահացածին ճանաչում էիք, իսկ տուժողին ճանաչում էիք դերասանուհու որդու Ռուբենին։ Տուժողին չեմ ճանաչում, ես ընդամենը մի բան գիտեմ, որ Արմեն Զաքարյանը չէր կարող նման վարքագիծ դրսևորել տարեց մարդու հանդեպ ծաղրանքի ենթարկել, այն դեպքում, որ ինքը այն կարգի ոչ adekvat վիճակում կամած հարբած է եղել, որ կարելի ասել մեկնել էր իրան ծաղրանքի ենթարկել ու իրենց ենթարկել էր։ Ու որ ես ճիշտ չեմ համարում այդ ձևի մարդու ծաղրանքի ենթարկել։ Ասում ավելի դեպի մանուկյան, ինքը չի հանել կրակ, ինքը գնացել տնից ազդեք բերե ես ոնց հասկացան կրակ է։
Ահա։ Այսինքն այն կարգեր իրանց տեսես ծածկացրել սպանել, կողի ոսկորներել է, չգիտեմ ջա։ Մի հանգամանքի վրա էլ նույն սադույթը դարձել։ Այո։ Հանրապետական այդ սպանդանոց կոչված հիվանդանոցը։ Այո։ Այդ ո՞նց է վիրահատել, որ ոտին կրակած փամփուշտը հասել է որովայնում էլ չեն կարելի դեմն առնել։ Ես կարելի է այդ հիմքերի վրա էլ ուշադրություն դարձնել։ Հանրապետական սպանդանոցը ո՞նց է, որ հենց բանից կրակոցից հետո տեղափոխվեցին հիվանդանոց, այդպես էլ գիտակցության չգալով ոտին կրակածը, այդպես էլ գիտակցության չգալով մահացավ հիվանդը։ Հավանաբար տարեշփրտել են մի անկյունի վրա կամել թե չէ մի հատ ինչ-որ էլի ոչ մասնագետ ինչ-որ մեկը հանրապետական հիվանդանոցին բնորոշ ինչ-որ մեկը վիրահատել է, մենք այս բանը տեղի ունեցել, այս արդյունքն ենք արձանագրել։ Փաստացի, պարոն Գալստյան, դուք որպես համայնքի բնակիչ, երիտասարդների ոչ ճիշտ մոտեցումը ճակատագրական հետևանք ունեցավ։ Այստեղ դա պետական բացողման արդյունք է, դուք հասկանում եք, եթե պետուց Չինաստանում օրինակ, մարդիկ իրար չեն հայում, մարդիկ իրար չեն տեսում, որովհետև ամեն տեղ, ամեն անկյունում գրված է, որ ծեծի վերջը կամ դատու դատարանն է, դատաստանը կամ հիվանդանոցը։ Մարդիկ առավելագույնը թքում են իրար վրա, միշտ տեսած կլինեն, նաև որպես հումորային տեսանյութեր ցույց է տալիս։ Շատ քաղաքակիրթ երկրներում այդ ծեծը խոշտանգում է իրար տղայական ինչ-որ սութի ինչ աներ Արմեն Զաքարյանը, երբ որ իրան տեսին ենթարկում, գրար ոստիկանության տեսին ենթարկեին, ուր ենք տանում ենք այս երկիրը, ես չեմ հասկանում։ Մի քիչ մարդիկ հասկանան, որ իրար հանդեպ ատելությունը, անհանդուրժողականության մթնոլորտը արդեն գագաթնակետին ասել, չարացած են մարդիկ իրար հանդեպ, ամեն անկյունում ես չգիտեմ քթալ չանգյալ պատառաքաղի համար իրար արդեն անում դանակով խփում են, ամեն անկյունում իրար գդակահարում կրակում են, ամեն անկյունում իրար ստորացնում են, երթևեկության մեջ իրար չզիջելու համար ես զարմանում եմ այս ազգի վրա։ Ինչ կա արժանապատվությունից բխող ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում պետական մակարդակով, երբ որ արդեն Հայաստանի սահմաններից այլ բան չի մնացել։ Ամբողջ պետական համակարգը թալանված զբաղված ոչ մեկի չէ, բայց որ հանգարտ արժանապատվություն ոնց թե դեկար մենք կայքավատել ենք, սա որ այսպես ինչ-որ բազարներ, որ վերջտվեց ժողովուրդ հերիքա, մենք կորցնում ենք երկիր, մենք եղաբլուր ենք քառապատկե, տասնապատկե, հələ մենք ինչեր ետևից ենք, բայց հələ տես ինչեր են անում։ Խմբակային դնես մարդուն, ես չեմ ասում, որ մեղավորը նայական մեղավորեն մեկն է, արդարադատությունը թող իվերթո, ես նորից եմ ասում, ես Արմեն Զաքարյանի ոչ պաշտպանն ոչ փաստաբանը, ոչ էլ եմ մյուս կողմի մեղադրողը, բայց ամեն դեպքում պետք չէ խմբակային տեսի ենթարկել։ Խմած մարդու, որ գիտեք, որ ամեն ինչ ընդունական։ Խմած էր կարելի էր ջանով հորբանով այսպես է ժողովրդական ուզած ճանապարհը հետագայում գնալ հանդիպել, ասել դու խմած քեզ վատ ես տայ։ Եթե իրականում իրան վատ ես տայ։